Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ Էվենտուրա ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, Տիկին Մանուկյան։ Առաջիկայում Երևանի գինու օրերն են լինելու։ Նախ պիտի հասկանանք այս տարի որևէ առանձնահատուկ բան կազմակերպել եք, թե ոչ, ինչ նորություններ գուցե ունեք մեզ համար։ Այս տարի առանձնահատուկ որևէ բան այդպես չենք առնում, ուղղակի լինելու է այն, որ բեմը, որը մեզ աջակցում է Երևանի քաղաքապետարանը, բեմի հատվածը նվիրված է լինելու երգերը մեր Երևանի եւ խորագիրն է Երևան իմ սեր եւ ուղիղ ժամը 10-ին 5 կետերում, որտեղ դրված են լինելու երաժշտական բեմեր փոքրիկ նաեւ ժամը ուղիղ 10-ին հնչելու է Երևանը երգը եւ բաժանվելու են խոսքերը, որպեսզի բոլորը մասնակիցները երևի թե 40,000 հոգի մարդ երգեն Երևանի երգը։ Դա է լինելու առանձնահատկությունը, ցավոք այս տարի մենք չենք անելու մեր գաստրոնոմիկ մասը, որը մենք միշտ անում էինք եւ հրավիրում էինք տարբեր երկրներից խոհարարների, անցյալ մենք ունեինք 16 երկրներից հրավիրված Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից, Շվեցիայից հետաքրքիր խոհարարներ, նպատակն էր, որպեսզի այդ գաստրոնոմիկ շոուների ընթացքում խոհարարները, որոնք Միշլեն եւ Բոկյուզ խոհարարներ են, պատրաստեն հայկական բնամթերքներով ուտեստներ, որոնք բնորոշ են այդ բարձր խոհարարներին եւ համադրում էին հայկական որևէ մի գինու հետ։ Մեր նպատակն էր, որ այդ ճանաչված մարդկանց դեմքերով կարողանայինք մեր խոհանոցի մասին եւ խոհանոցի եւ գինու մասին հռչակենք եւ կարողանայինք շատ ավելի ճանաչելի դարձնենք Հայաստան երկիրը, որովհետև Հայաստանը շատերը չեն ճանաչում, այդ մեզ թվում է, թե որ գիտեն Հայաստանի մասին, ճանաչում են այնքանով, ինչքանով, ոչ, որտեղ այս տարի ինչու դա չեք ներառել։ Որովհետև դա կապված է մեծ ֆինանսներից, իսկ դա մեր մոտ կոմերցիոն չի եւ կարծում եմ դա այն հատվածն է, որը պետք է կառավարությունը ուշադրություն դարձնի, իսկ մենք չենք կարող դա միշտ մեր ֆինանսներով անել։ Լավ կլիներ, որ օրինակ մյուս տարի կառավարությունը հատկացներ գումար եւ դրա հետ մեկտեղ հրավիրում ենք դրսից լրագրողների, որոնք գրում էին Հայաստանի մասին, այդ մարդկանց դեմքով ներկայացնելով Հայաստանը։ Դա էր մեզ համար շատ կարեւոր, երբ որ ֆրանսիացին խոսում է եւ խոսում է Հայաստանի մասին, խոսում է բնամթերքի մասին, խոսում է գաստրոնոմիայի մասին, գինու մասին եւ դրանով իրեն հայրենակիցները ձեռք են բերում ոնց որ ճանաչելիություն։ Այդ դա ցավոք այս տարի մենք չենք անի, բայց մյուս տարի 10-ամյակն է մեր, կարծում եմ պիտի կարողանանք անել։ Մոտավորապես 10 տարի արդեն Երևանու գինու օրերն են տեղի ունենում, փորձենք հասկանալ, դե սա շատ կարևոր միջոցառում է այն տեսանկյունից, որ ոչ միայն մեր գինին ենք հանրահռչակում, այլ նաև աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա որոշակիորեն նաև մեր տեղն ենք նշмарում։ Ընդհանուր առմամբ, եթե գնահատելու լինենք հաջողությունը այս տեսանկյունից, մենք դեռ տնտեսությանը կանդրադառնանք զբոսաշրջային տեսանկյունից։ Այն հեռանկարներ է բացել Հայաստանի համար այս տարիների ընթացքում, քանի գիրնեգործական ընկերություն է այս տարիների ընթացքում մասնակցել եւ միգուցե նաեւ արդեն այս տարվա տվյալները ունեք, թե քանի գինեգործ է մասնակցել եւ ընդհանուր առմամբ արդյոք որոշակի առաջընթաց մեր զբոսաշրջային ոլորտում դուք կարողացել եք գրանցել։ Այո, որովհետև մենք ի սկզբանե միշտ ասում ենք, դա շեշտում ենք, որ մենք ջատագողն ենք իրադարձային туриզմի այդպիսի ճյուղ զարգացնող, որովհետև туриզմը ինքը իր դեմքը շատ է փոխում եւ մարդիկ գնում են որևէ մի իրադարձության եւ դա է պատճառը, որ նաեւ երկիրն են տեսնում։ Այն կլասիկ туриզմը, որը կար, ինքը արդեն փոխվել է, աշխարհում է փոխվել։ Եւ այս տարիների ընթացքում մենք դարել ենք այնքան ճանաչելի, որ մենք գիտենք տուրօպերատորների եւ անհատների, երբ որ մենք նամակներ ենք ստանում, մենք օրինակ նամակներ ենք ստացել Ավստրալիայից, որ գալու են խմբեր ոչ հայեր, ես կուզենայի դա նշեի, Բրազիլիայից խմբեր, որոնք գալու են եւ իրանք գալիս են հենց գինու օրերի համար եւ նաեւ Հայաստանը ճանաչելի իրենց
որպեսզի բացահայտեն, բայց այդպիսի հերու երկրներից երբ որ գալիս են, նրանք գալիս են տարածաշրջանը նայելու, դա Հայաստան, Վրաստանն է, եւ մեզ համար դա շատ կարեւոր էր, որ մենք կարողանանք մեր հարևանների որևէ քանակը туриզմի դեպի Հայաստան ձգենք, բերենք։ Դրա համար մենք պետք է ունենայինք որևէ մեղ իրադարձություն, որի համար նաեւ որտեղ գնում են Վրաստան, նաեւ մեզ մոտ կան։ Դա մեզ հաջողվել է եւ ես կարող եմ ասել, որ անցյալ տարվա մեջ Միջինը ինչքան այցելու է գալիս։ Միջինը 120,000 այցելու է 3 օրվա ընթացքում, բայց դա ռոտացիայով եւ հաշվի առնելով, որ ժամը 4-ից մինչեւ ժամը 10:30 է, որտեղ 10:30 մեր մոտ անջատվում է երաժշտությունը, առևտուրը, որտեղ 11-ին մենք պետք է պահպանենք լռության ժամը, դա շատ կարևոր է եւ մենք կարող ենք ասել, եթե 120,000-ից մենք նաեւ անց ենք կացնում այնտեղ հարցախույս եւ մենք իմանում ենք, որ երկրից են եկել, ինչ են արել, մենք իմանում ենք, որ մոտ 30%-ը, 25-ից 30%-ը դա զբոսաշրջիկներ են։ Եվ եթե հաշվարկենք, որ այն զբոսաշրջիկները, որոնք գալիս են Հայաստան հենց միջոցառումն համար, իրանք միջինը ծախսում են $1050, ստացվում է, որ մենք անուղղակի մեր միջոցով $25 միլիոն այդ ընթացքում կարողանում ենք մեր տնտեսությանը այո սա տնտեսության մեջ յուրահատուկ շարժի ապահովման միջոցներից մեկն է։ Դա միայն տուրիստի օգնությամբ, իսկ եթե հաշվարկենք, որ մենք ունենք թվեր, որ մենք վաճառք ունենք 45,000 շիշ գինի, դա կարծում եմ արդեն ցուցանիշ է եւ եթե հաշվենք, որ 17 թվականին, երբ որ մենք առաջին անգամ արեցինք 20 գինեգործեր, իսկ այս տարիների ընթացքում մենք արդեն ունենք 77, ուղղակի փողոցը թույլ չի տալի, որ մենք շատ ավելին ընդունենք գինեգործների եւ կան գինեգործներ, որոնք այս տարի նաեւ նոր են ստեղծվել եւ այդ հարթակը իրենց համար շատ լավ հնարավորություն է իրենց ներկայանալու, գինո օրերը իր դերը կատարում են։ Գումարած այն ծառայությունները, որոնք մատուցվում են տարբեր ընկերությունների կողմից, բոլոր ընկերությունները մասնակից են լինում, որոշակի են այս միջոցառմանը։ Դուք շատ ճիշտ եք, ընթացքում երբ որ 250 մասնակից ունենք, դա գինեգործներն են 77, դա 40 ռեստորաններ են, դա ուրիշ ընկերություններ են եւ բոլորը օգտվում են տարբեր ծառայություններից այդ օրերի համար, տեսեք թե մեկ շաբաթվա ընթացքում մենք ինչքան մեծ գումարներ ենք կարողանում գեներացնել հարկի տեսքով եւ աշխատանքի նաեւ ինչու ոչ աշխատանք ապահովելով ուրիշ ոլորտների։ Տիկին Մանուկյան, դուք նշում եք, որ կան զբոսաշրջիկներ շատ եւ մասնավորապես հատուկ այդ օրերի համար եկողների թիվ ունեք, թե ոչ թե իրենք զբոսաշրջիկներ են եկել են Հայաստանը տեսնելու եւ իրենց այդ տուր ժամանակահատվածը համընկել է գինո օրերի հետ, այլ հենց հատուկ այդ օրերի համար գալիս են եւ նաեւ դա են առիթ դարձնում Հայաստան իրենց համար բացահայտելու։ Այո, ունենք այդ թիվը, չեմ կարող ասել, որ շատ հստակ է, բայց այո, երբ որ անգամ քո բարեկամները, որոնք տարիներով չեն եղել Հայաստանում, բայց գիտես, որ գալիս են հենց այդ օրերի համար, իհարկե դա գովելի է։ Հետաքրքիր բան ասեմ, որ եթե Վրաստանից մենք ժամանակին չունեինք տուրիստ, մենք ավելի շատ մենք ինքներս էինք գնում մեր հարևան երկիր, այս 2 տարիների ընթացքում մենք տեսնում ենք, թե ոնց են դրսից գալիս մեր հարևանները գալիս են հենց այդ միջոցառում։ Այլազգիները այլազգիներն էլ եւ հենց վրացիներն էլ։ Գիտեք, այստեղ ինչն է կարևորը, մեր նպատակը ինչն է։ Մենք տուրիստի տարբեր տեսակ է լինում։ Կա տուրիստ, որը գալիս է մի քանի ժամով, եւ կա տուրիստ, որը էկոնոմ տուրիստ է եւ ինքը նույն օգտագործում է նույն ջուրը, հոսանքը, բայց շատ քիչ գումար է գեներացնում եւ կա տուրիստ, որը կարող է շատ ավելի գումար գեներացնել քո երկրին։ Մեր նպատակն է, որպեսզի մենք կարողանանք հասնել այն տուրիստներին, որոնք կարող են շատ ավելի գումար ծախսեն Հայաստանում եւ շատ ավելի մեծ գումարներ թողեն մեր երկրում։ Այդ է մեր նպատակը։ Եվ կարևորը, երբ որ գինու միջոցառման ժամանակ տուրիստը, այլ երկրի տուրիստը, ոչ թե միայն մեր հայրենակիցը, հանդիպում է գինեգործի հետ եւ ինքը կարողանում է անմիջապես շփում ունենա եւ հասկանալ այդ գինին եւ երբ որ ինքը իր երկրում կգտնվի եւ կգտնի այդ գինին, ինքը շատ հանգիստ կարող է արդեն գնել այդ գինին, որտեղ ինքը այդ գինին փորձել է։ Դա էլ է խթանում, որպեսզի մեր գինին նաեւ գինեգործության զարգացման հեռանկարներ է բացում արտադրողների համար։ Անպայման, որ ցուցանիշներ կան, օրինակ նման համագործակցություններ որքան են եղել, քանի գինեգործ է այս տարիների ընթացքում շատ գոհ եղել այս միջոցառումներից եւ արդյունքներն է բարձրացրել։
3 գինեգործ մենք ունենք տվյալներ, որ 3 փոքր գինեգործ, որոնք առաջին անգամ են անցյա տարի մեզ մոտ ներկայանում, իրենք պայմանագիր էին կնքել եւ արդեն արտահանում են իրենց փոքրիկ բուտիկ գինիները։ Այո։ Դա շատ լավ ցուցանիշ է։ Իսկ մենք ունենք հնարավորություններ կամ արդյոք իրականացվում են կազմակերպիչների կողմից նախաձեռնություններ, որպեսզի այս միջոցառումը դառնա նաև միջազգային ճանաչում ունեցող մշակութային իրադարձություն, թե դեռևս դրա մասին խոսելը վաղ կլինի։ Ոչ, որովհետև մենք ինքներս մասնակցում ենք տարբեր ցուցահանդեսներին, նաև туриզմի կոմիտեն է մեզ աջակցում այն բանով, որ իրենք երբ որ գնում են ուրիշ ցուցահանդեսների туриզմ ներկայացնելու Հայաստանի եւ նաև գինու հիմնադրամը ներկայացնում են այս միջոցառումը, բայց մենք կուզենայինք, որ մարքեթինգի արշավները կառավարության կողմից շատ ավելի ուժեղ լինեն։ Ոչ թե միայն մեր միջոցառման հետ կապված, որտեղ կան համայնքներում էլ շատ հետաքրքիր փոքրիկ փառատոններ, որոնք օգնում են այդ մարզերը դառնան ճանաչելի եւ օգնում են, որպեսզի туриզմը դեպի այդ մարզերել զարգանան եւ այդ մարզերում ստեղծվում են աշխատատեղեր, դա շատ կարեւոր է եւ ինֆրաստրուկտուրաներն են զարգանում եւ ներդրումներն են զարգանում։ Մեկ օրինակը դա Արենին է, Դիլիջանն է, չէ, երբ որ զարգանում են եւ այդտեղ ներդրումներ են լինում, դա կարծում եմ կառավարության գործն է, որ պետք է ռազմավարություն մշակեն շատ ավելի թիրախային մարքեթինգ անելու համար։ Բայց տեսնում եք հնարավորություններ, որ մենք կարող ենք այս փառատոնը արտահանել դիցող որևէ այլ երկիր եւ ունենալ հիմնավոր տեղ իրենց մշակութային կյանքում։ Այո, մենք ստացել ենք այդպիսի առաջարկներ տարբեր երկրներում անցկացնել մեր փառատոնը, ուղղակի կան այնտեղ օրենքներ, որոնք թույլ չեն տալիս, որ դու միգուցե փողոցում դա անես, բայց այն երկրներ կան, որոնք նմանատիպ փառատոններ ունեն, այնպես չի որ մենք հորինել ենք։ Մենք ինքներս վերցրել ենք Վրաստանի գինու փառատոնը, այո, մենք ինքներս վերցրել ենք այս փառատոնի օրինակը ես ինքս Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիային մասնակցելով եւ վերցրել եմ ադապտացնել։ Համեմատության եզրեր, եթե փորձեք անցկացնել, արդյոք մեր փառատոնը այս տեսանկյունից զիջում են։ Չի զիջում, բայց թող համեստա չթվա, բայց շատ ավելի լավն է, որովհետև մենք նախանցյալ տարի ունեինք Հյուր Մոլդովայի փառատոնի կազմակերպիչին, որը ուղղակի ցնցված էր եւ իրանք էլ էին ասում Լեհաստանի փառատոնի ներկայացուցիչը եւ իրանք էին ասում, որ սենց փառատոն անգամ Եվրոպայում չկա։ Դե քանի որ մենք նշում ենք, որ իրադարձային туриզմը շատ կարևոր է նաև մեր տուրիստական ոլորտի զարգացման համար, մենք կարող ենք այս փառատոնի օրինակը թեկուզ փոքր մասշտաբներով տարածել հանրապետության այլ մարզերում, այլ կենտրոններում։ Կան, Մեկ-երկուսի մասին դուք նշեցիք, բայց ընդհանուր առմամբ, եթե փորձենք հարցը դիտարկել իրադարձային туриզմի զարգացման տեսանկյունից։ Գիտեք ինչ, նախնդիրը նրանումն է, որ մենք ստեղծեցինք մի փառատոն, որը կարող է լինել օրինակ, որ ինքը կարող է լինել կոմերցիոն եւ ինքնաբավ, բայց ես մի քիչ առաջ նշեցի, որ կան կետեր, որտեղ կառավարության աջակցությունը կարեւոր է։ Համայնքներում կոմերցիոն չի ստացվում անել որևէ փառատոն։ Ցավում եմ, չի ստացվում, այդտեղ այո կառավարությունը պետք է դեր ունենա եւ աջակցի, որպեսզի այդ փառատոնները տեղի ունենան եւ համայնքը ինքը ուզենա, որպեսզի իրեն մոտ այդ միջոցառումը լինի, եթե իրանք չուզենան, միջոցառումը մահանում է, որտեղ կարողը իրենք են։ Բայց եթե այդ տուրիստները գնան եւ այս նույնը ինչ տեղի ունենում Երևանում, այնտեղ տեղի ունենա արդյոք հնարավոր չէ կոմերցիան ապահովել։ Ոչ միշտ։ Ոչ միշտ։ Այո։ Ամփոփելով զրույցը, առաջիկայում ձեր տասնամյակն եք նշելու։ Նշելու ենք եւ կուզենանք որ շատ մեծ նշենք։ Ինչ միջոցառումներ եք նախատեսում, ինչ եք ենթադրում հոբելյանական տարում ինչ որ նորություն կունենաք։ Ինչ է սպասվում։ Կարծում եմ, որ մենք կվերադառնանք մեր գաստրոնոմիկ օրերով եւ կհրավիրենք տարբեր երկրների շատ ճանաչված խոհարարների եւ լրագրողների, որոնք կներկայացնեն Հայաստանը շատ ճիշտ կողմով։ Գիտեք, ես կուզենայի նշել նաև, որ այս փառատոնը տալիս է լավ հնարավորություն, երբ որ մենք արեցինք 21 թվականին, շատերը մեզ փնովում էին, բայց մենք ուզում էինք ցույց տանք, որ մենք գտնվում ենք սև ցուցակում
երկրների։ Այն առումով, որ պատերազմային երկիր է եւ այլն եւ այլն եւ անվտանգային տեսակետից, այո, եւ այս փառատոնը տալիս է շատ լավ հնարավորություն, որ դու դրական երկիր ես, դու ունես պատմություն, դու ունես մի վայրում գալիս են եւ ճանաչում են քո կերակուրը, քո մշակույթը, քո գինին եւ այդ քիմքը համը, որը մնում է իրենց մոտ, դա շատ լավ երկարաժամկետ տպավորություններ է, որ իրենք կարողանում են հետո փոխանցել իրենց բարեկամներին եւ դրանով արդեն Հայաստանը դառնա ճանաչելի։ Իրենք են դառնում դեսպանը քո երկրի։ Դրա համար մեզ համար այս միջոցառումը նաև բացի տնտեսականից նաև ունի այլ ստրատեգիկ նշանակություն, որ երկիրը ներկայացնենք որպես անվտանգ երկիր։ 10-ամյակը կարծում եմ, որ կնշենք շատ մեծ, հուսով եմ մեզ կտան հրապարակը, մենք հրապարակում կնշենք, բայց մնաց այդքան գինեգործ կարողանանք գտնել հրապարակի ամբողջ տարածքը զբաղեցնելու։ Մենք ունենք 130 գինեգործ, գիտեք, 100 գինեգործ արտադրող եւ բոլորը չեմ որ կարող են մեզ մոտ մասնակցել, որովհետեւ չեն հասցնում լրացնեն մասնակցության հայտը։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Զրուցակիցս Էվենտուր անկերության համահիմնադիր Նունե Մանուկյանն էր, կհանդիպենք։